Ես հիմա գտնվում եմ Վանաձորի ամենախոցելի տարածքը, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի, գա կանգնի ու խոսա ձեր հետ։ Ես երես ունեմ այնքանով, որքանով որ ազգային ժողովը մի շարք անգամներ, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հարցով դիմել եմ։ Իսկ հարցը տնակներում շուրջ 30 տարի ապրող բնակիչների մասին է, այսպես կոչված թաղամասն էլ Սանկտ Պետերբուրգ փողոցի վրա գտնվող տնակավանը։ Ազգային ժողովի падգամավոր երկդաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այստեղի մշտական հյուրերից է։ Նրանց խնդիրներին ականջալուր բացառիկ падգամավորներից, ով երկրի ամենատարբեր ամբիոններից հնչեցրել է բնակարանաշինության հարցն ընդհանրապես եւ Ավանի բնակիչներին է մասնավորապես։ Ունեցել եմ մի մանդատ։ Այդ մի մանդատով ինչ կարողացել արել եմ ու հպարտորեն ձեր ձայնը հնչեցրել եմ այնտեղ։ Եթե մենք մեր տեսակը բազմապատվի խորհրդան, շատանա, մեր տեխնացուներին գնալ ձայն տակ, ձեր քվեարկությամբ ելք դաշինքը շատ ձայն հավաքի Հայաստանում, մենք կարողանանք եւ այս տնակային ավանի, եւ Շիրակի մարզի տնակային ավանների, եւ ընդհանրապես Հայաստանում ծառացած խնդիրների լուծման ճանապարհը բռնել, փոփոխությունների ճանապարհը բռնել։ Արդեն չքավորության մեջ հայտնված մարդը գոնե չպետք է վախենա եւ ընկրկի իր ձայնը հնչեցնելու եւ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Մարուքյանն էլ կոչ է անում ապրիլի 2-ին կամք ու համարձակություն դրսեւորել, ընտրել փոփոխությունների ու ելքի տարբերակը։ Թող վախենա նա, որ հանցագործություն արել, անօրինականություններով զբաղված, մենք ինչ ունենք վախենալու։ Արդար ապրող մարդիկ ինչ ունեն վախենալու։ Այսինքն սրանից վատերի ինչ պետք է մեզ հետ անեն։ Մարդիկ հույսեր են կապում երկդաշինքի հետ, ցանկանում իրական փոփոխություն, նոր գաղափարներ ու ծրագրեր։ Եթե այսպես մեր Էդմոն Մարուքյանին մարդ մեծ հանդիպեր, շուտ, մենք երևի չեմ պատկերացնում օթերով գնալու սրնեինք, բայց նենց մարդիկ են որ հույսը տվել են, բայց լույսը չեն տվել։ Մենք բոլորս էլ համախմբված ձայներս կտանք իրան, որ իմանանք վերջը գոնե մի հույս ունենք։ Բայց ես Էդմոն Մարուքյանից ոչ մեկը չի եկել։ Անհույս նստած ենք մենք էլ։ Սպասողական վիճակում։ Ոչ թե ես մարդու խոսքին եմ, երթումին եմ, այլ իրակ կատարած աշխատանքին եմ հավատում, ուրիշ ոչ մեկին։ Մեր հարցը մենակ առաջ է քաշել պարոն Մարուքյանը, այս 5 տարի մենակ իրա ելույթ, ասենք, թե մտնենք YouTube, թե Facebook, մենակ իրա ելույթը կարդում եք, որ մենակ Դոմիկի հարցով ինքն առաջ քաշում։ Ուրիշ ոչ մի падգամավոր չի քաշել այդ հարցը։ Լոկ խոսքեր են եղել։ Ազգային ժողովը լսեմ այն մարդկանց զրույցները, որոնք ձեռք են բացացնում, ասում Աստծո մենք ենք, մենք ոնց ասում ենք, այնպես պետք է լինի։ Ես ուզում եմ դրանց վերջ չտանք։ Խելացի։ Բոլորս միասին։ Էլ չլսենք դրանց ցենը։ Էլ դրանք չալեն Աստծո։ Հիմա թող Էդմոն Մարուքյանը լինի Աստծո։